Շնորհակալություն, ցավոք այդ հիմա հնարավոր է այդ վերականգնել, լավ, քանի որ լավ հիշում եք, ես այսպես կասեմ, տեսեք, շատ հաճախ խոսում եմ, որ այն ճանապարհը, որ հիմա կոչվում է Տրամպի ուղի, որը պետք է, որը փաստորեն կապելու է Հայաստանի Սյունիքով կամ Զանգեզուրով, Զանգելանի շրջանը եւ Ադրբեջանի, շնորհակալություն, այն խոսքը գնում է այս հատվածի մասին եւ ակնհայտ է, որ սա ընդհանրապես որևէ կապ չունի, շատ լավ քարտեզ է այդ բացատրելու համար, նոյեմբերի 9-ի 9-րդ կետի հետ, որովհետև նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետում ոչ Սյունիք կա, ոչ Զանգեզուր կա, ոչ Մեղրի կա, ոչ Զանգելան կա, այնտեղ մի բան կա Ադրբեջանի արևմտյան շրջաններ։ Եվ հիմա տեսեք արևմտյան շրջանները Ադրբեջանի, այդ այստեղ շատ լավ է երևում։ Այս ամբողջ Ադրբեջանի արևմտյան շրջաններն եւ Ադրբեջանի արևմտյան շրջանների կապելը ըստ 9-րդ կետի հենց անցնում է Իջևանով, իրենց Ղազախով եւ մեր Իջևանով, այսինքն նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը խոսում է ոչ թե այս դրա մասին, որտեղից Հայաստանը ոչինչ չի ստանալու, այս դրա մասին, որտեղից Հայաստանը էական մեջ շահ կունենա։ Եվ ինչ է պետք է նորմալ բանակցող Հայաստանի պետական շահը սպասարկող մի մարդ, որը կարող է Հայաստանի անունից ասել, եկեք իրականացնենք այն, ինչ որ գրած է, եւ ոչ թե այն, ինչ որ դուք եք ուզում։ Եթե թույլ կտակելի համալրեմ, հա, քաղաքական բաղադրիչով, նոյեմբերի 9-ի հայտարարության բազմաթիվ կետեր իրականացված չեն։ Ռազմագերիները վերադարձված չեն, Հայաստանի ինքնիշխան տարածքները ազատված չեն, բազմաթիվ այլ դրվագներով Ադրբեջանի կողմից շարունակում է ատելության քարոզը եւ խոսել նոյեմբերի 9-ի մասին միայն 9-րդ կետի համատեքստում, ես կարծում եմ, որ առնվազն արդար եւ ազնիվ չէ, ինչ վերաբերում է այդ փաստաթղթի ապագային, հա, ինչ վերաբերում է այդ փաստաթղթի ապագային, ապա վստահ եմ Հայաստանի Հանրապետության նոր իշխանությունները, որոնք վաղտեղի ձևավորվելու են, համապարփակ վերլուծության պետք է ենթարկեն նախորդ իշխանությունների օրոք եւ կողմից ստեղծված ստորագրված միջազգային փաստաթղթերի ողջ փաթեթը, որոնց մի մասը մեզ հասանելի չէ, օրինակ անկեղծ խոստովանենք, դուք հարցեր եք տալիս տրիպից, մենք խոսում ենք տրիպից, բայց տրիպի մասին որևէ համապարփակ փաստաթուղթ չկա։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը հայտարարում է 99 տարվա, այսպես ասած, գործունեության ժամկետի մասին, պայմանագրում հայ-ամերիկյան գրած է երկարացումով 1-1 տարի, եթե չեմ սխալվում։ Ով է ստում, ասես Նիկոլը, թե Դոնալդ Տրամպը, ակնհայտ է պատասխանը, չէ՞, դա Տրամպը չի։ Կնես պարագայում մենք բազմաթիվ փաստաթղթերի կարիք ունենք, որոնք կարող են մեզ հասանելի լինել միայն իշխանափոխությունից հետո հասկանալու համար էլ ինչ է դրված Նիկոլ Փաշինյանի կողմից ստեղծված այս հանցավոր համակարգի մեջ որպես միջազգային պարտավորություն կամ Հայաստանի վրա մահակ։ Մենք չգիտենք դա, որովհետև Նիկոլը հաղթնում է հայ ժողովրդից ոչ միայն այդ դրվագով, այլ նաև հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի իմաստով բազմաթիվ բանավոր խոստումներ, Նիկոլի բանավոր խոստումները ավելի վտանգավոր են, քան ստորագրված փաստաթղթերը, անգամ ամենավատ փաստաթղթերը։ Սա փաստ է։ Նախագահական ծրագրում ասեք հասնելու այս առաջարկը, թե պոլիտիկական նախաձեռնություն այս իշխանության։ Ես կարծում եմ այս իշխանության օրոք օրենսդրական նախաձեռնություններով այսպիսի ծավալով եւ այսպիսի շեշտադրումներով հանդես գալու անհրաժեշտություն չկա, պարզ է թե ինչպիսի ճակատագրի են արժանանում օրենսդրական նախաձեռնությունները, որոնք ազգային եւ պետական շահ են հետապնդում, հիշեցնեմ, որ ազգային ժողովում մեր խմբակցության կողմից, մյուս ընդդիմադիր խմբակցությունների կողմից մի քանի անգամ ռազմագերիների հետ կապված հայտարարության փորձ է արվել, Արցախի հետ կապված պետական ազգային շահ հետապնդող փաստաթղթերը այս խորհրդարանում, կներեք խորհրդարան բառի համար, որևէ հեռանկար չունեն։ Ինչ վերաբերում է ձեր շատ հմուտ ձևակերպված այդ ենթահարցին մնացածի հետ կապված, հա 26-ի հետ կապված, շատ ուղիղ պատասխան են, պարոն Մինասյանը, պարոն Զաքարյանը թույլ չեն տասել, Հայաստանի Հանրապետական Կուսակցության գործադիր մարմինը այդ հարցը չի քննարկել, եւ եթե այդ հարցը քննարկվի եւ որոշում կայացվի մասնակցելու ընտրություններին, ապա ոչ միայն այս պրոֆեսիոնալ մշակված ծրագիրը, այլ նաեւ տարբեր ոլորտներին վերաբերող պրոֆեսիոնալ մշակված ծրագրեր տեղ կգտնեն
մեր նախընտրական ծրագրում, եթե, այդ եթե պետք է, եթե մասնակցության հարցը քննարկվի եւ այդպես որոշում կայացվի։ Հանրապետական կուսակցությունը ոչ միայն անտի-Նիկոլ թեզի մեջ է աշխատում, այլ նաեւ post-Նիկոլ, թե ինչը լինելու Նիկոլից հետո, որովհետեւ պատահական չէ, որ մենք մեր քննարկումը սկսեցինք այլընտրանք կա ձևակերպումով Նիկոլ Փաշինյանի քաղաքականություններին, այլընտրանք կա եւ post-Նիկոլը, Նիկոլից հետո ժամանակահատվածը լինելու է եւ հանրապետական ինտելեկտուալ քաղաքական ուժով այդտեղ լուրջ մասնակցություն կարող է ունենալ։ Ձևաչափերը, որոշումները կգան ըստ քրոնոլոգիայի։ Այսօր մեր կանխեմ հարցը, այսօր մեր անդիմադիր գործընկերներից դաշնակցությունը նման հայտարարություն ընդունել է, մենք ֆիքսում ենք զարգացումները քաղաքական դաշտի, բայց նաև փաստում ենք, որ եթե դաշնակցությունն է հունվարի կեսին այդպիսի որոշում կայացրել, ուրեմն մենք ընդհանրապես շտապելու պետք ունենք դեռ։